Մի հատ անեկդոտա կուզեք պատմեմ։ Մակրով ստադիոնի մեծ ասակին է։ Տեսնում որ բանի մրցումներ է բասկի։ Սա բալաջան այդ մարդի քուր կվազել սկսե։ Մարիկ ջան, ով հասավ են կարմիր դրոշակի ոսկի կստանա։ Մեդալ, ակցիա մեգա հավը մեգելները։ Ինչի կվազեն։ Լահասակ ոքի արժապետն է, բայց 100-ին չի խարված իրար։ Գյուղի հոգսերով ապրող մարդու համար փափուկ աթոռի պաշտոնի հասնելու մրցավազք է տեղի ունենում այս օրերին։ Անկախությունից հետո 5 տարին մեկ ընտրության է գնում, բայց ում որ ընտրում է, մյուսներին մերժում, 5 տարի անց փոշմանում է, ասում է սպասելիքները չեն արդարանում։ Հիմա անցած գնացած ընտրությունների հիասթափությունը գյուղացին մի կողմ է դնում։ Նորից լավ բանի սպասումով գնում է ընտրության, որ գոնե ապրուստի նման դառնա, իսկ տքնաջան աշխատանքն էլ արդյունք ունենա։ Հիմի հեչ մի բանի չենք հավատա, բայց կմասնակցենք լսեցի։ Ինչ որ չեք հավատա հեչ մասնանից, ինչն է պատճառը։ Դո 30 տարի կտեսնենք արդյունքը։ Իլ պատճառը ես ինձ կհավատա։ Չգիտենք թե որին էսասես աղբեջան։ Արեք դիզիներեք հողերը չտանք, տեխնիկան վարեն ցանեն, թե չէ ջողացի միշտ վարը ցանել է։ Որտեղ ջուն է քաղաքին պարում, բալիկ ջան։ Քաղաքական արշավախմբերը գալիս են, գնում, երկար-բարակ պատմում իրենց ծրագրերից։ Եթե չգան էլ գյուղամեջին իրար գլխի հավաքվելով քննարկում են հեռուստացույցից, ինտերնետից, հեռախոսից լսածները, բայց նախսշտում, որ գյուղից գյուղատնտեսության հարցերից բան չեն խոսում։ Փոխարենը միմյանց են վարկաբեկում ու վիրավորում։ Թող խոսալներն է, իրանց խոսալները նույնիսկ խոսալը չգիտեն, են որ այստեղ հավաքված ենք, սի բերեք անգրագետ գյուղացի տա եմ, կրթություն չունեմ, լուբոյի հետ մտնիկ դիսկուսիայի շատ ներողություն շորեն են հակերից քանեն։ Պետությունը լավ է, գյուղատունն է, դե գյուղատունն էլ ջրի հարթքն է, ֆերմերների հարթքն է, մեկ հետում ամենի շնոր ջուրը եժան եղնի, բան լավ կերնի, մեր գյուղը լավ, աշխատող, շատ ընդիր գյուղ են։ Հիմնականում պետք է գյուղացու հոգսով ապրեն, թեթևացնեն ամեն ձևի։ Մեծ քաղաքականությունից հեռու իրենց գյուղի հողակտորներում աշխատում են, ստեղծում, բերքի բարիքով տուն են պահում։ Բոլորից լսում են, թե գյուղատնտեսությունն է երկրի զարգացման կարևոր ճյուղը, որ գյուղն է քաղաք պահում, բայց տնտեսությունները հող մշակելիս, բերքն իրացնելիս մենակ են մնում իրենց խնդիրների հետ։ Խոսք ունեն, խոսքերը կա, բայց չեն իրականացնում։ Ով կարող ֆիգուրն է, հետո ինչ, հետևոքուտ չկա։ Կմասնակցենք, միշտ մասնակցել եմ, բայց չենք կողնորոշվի, քանի որ ոչ հինն է բան, ոչ թազեն է բան, ոչ միջինն է բան։ Գուկա վախտի կտեսնենք էլի, ով անցավ, ով էլ անցավ, տանջվողը տանջվում է։ Դոնք որ անցան խոյի մարդ չեն ասնում։ Հետո ավելացնում, թե ով էլ կա 5 տարի էլի գյուղացուն մոռանալու է։ Ընտրության գալ-չգալն էլ է հարց դարձել։ Համ գիտեն, որ իրենց ձայնը կարևոր է, համ էլ վստահությունն են կորցրել։ Այս պահին ընդամենը այդ քարոզարշավները հիմնականում ձայներ պոկելու միջոց է, հիմնականում։ Ուղղակի ես ունեմ ինձ համար ընտրված արդեն թեկնածու։ Առանց ընտրության ոնց կլինի։ Որ հարցնեք սահմանադրությունը կարևոր բան է։ Նույնն է, սահմանադրությունով էլ ընտրությամբ դեր տանք։ Անպայման ես իմ ցուցակցում տամ գցելու։ Իմ բանը դուսա քվեն ով գցե դու գցես։ Ահա, բայց մեկն կերնոր չէ գցե։ Այ։ Մեծ աշխարհի գործերից դժվար են գլուխ հանում։ Ասում են, այս ընտրությունները աշխարհաքաղաքական են նաև։ Շատ դեպքերում ժամանակ էլ չեն ունենում հետևելու իրադարձություններին։ Ամբողջ օրը հոգսի ու աշխատանքի մեջ են։ Ամենակարևորը երկրի մեջ խաղաղ ապրել են ուզում, որ պետությունն էլ տեղ ունենա զարգանալու։ Իսկ երկրի ու ժողովրդի այսօրն ու վաղը որոշելուն բան չմնաց։ Մեկ շաբաթից ընտրության օրն ու ժամն է գալիս։ Հասմիկ Թումասյան, Արարատ Ծատուրյան, Հորիզոն